Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինին ազգային տոնի Սուրբ Պատրիկի օրվա առիթով։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է. «Շնորհավորում եմ ձեզ եւ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի Սուրբ Պատրիկի օրվա առիթով։ Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում եւ մեր կառավարությունը հաստատակամ է շարունակելու դրանց ընդլայնումն ու զարգացումը։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության հետեւողական խորացումը, այդ թվում Հայաստան-Եվրոմիություն գործընկերության շրջանակներում, բխում է Հայաստանի եւ Իռլանդիայի շահերից, ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ Լիահույս եմ, որ առաջիկայում Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգը հեռանկարային ծրագրերով առաջ մղելու համար կունենանք նոր հնարավորություններ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հայտարարել է, որ որոշում է կայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանը առաջարկել Արտուշ Նահապետյանի թեկնածությունը։ Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլ անցած բոլոր 3 թեկնածուների Պետրոս Մարտիրոսյանի, Արտուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։ Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանը առաջարկել Արտուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե հանրագումարով, թե բարվոքությամբ առավելագույն միավորներ է հավաքել մրցութային փուլում։ Նաև շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գևորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար, նշել է վարչապետը։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը գրառում է արել X-ի միկրոբլոգում, որում ընդգծել է Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Մեջբերենք իր խոսքը. «Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են կատարել եւ համաձայնել են խաղաղության պայմանագիր կնքել։ Ես ասացի նրան, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն ու բարգավաճում կբերի աշխարհին եւ մենք չենք դադարի աշխատել մինչեւ դա տեղի ունենա», գրել է Մայք Ուոլցը։ Իսկ հա սոցիալական մեդիայում տարածվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում իբր վարչապետը խոսում է թուրքերեն։ Instagram-ում տարածվում է տեսանյութ, որի դիտումների քանակը ավելին է քան 750,000-ը։ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին հրապարակվել էր մարտի 13-ին։ Հարցազրույցի ընթացքում, սակայն, Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանել է բացառապես հայերենով։ Փաստերի ստուգման հարթակը հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով եւ հանդիսանում է փաստացի, այսպես կոչված deep fake։ Այս պարագայում Փաշինյանի խոսքի արտաբերման ու շուրթերի շարժման ճշգրտությամբ հնչող թուրքերեն խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի արտաբերել եւ ընդհանրապես Փաշինյանը իր քաղաքական գործունեության ընթացքում երբևէ թուրքերենով հարցազրույց չի տվել, նշված է FIP հաղորդագրության մեջ։ Այսօր լրագրողների հարցերին է պատասխանել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ինչպես վերջին տարիների ընթացքում, այնպես էլ հիմա ինքնուրույն է որոշում, թե ում հետ, երբ եւ ինչ ձևով խոսի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հեռախոսազանգին։ Նա հիշեցրել է, որ վարչապետը հեռախոսազանգեր է ունեցել նաեւ Ֆրանսիայի եւ Իրանի նախագահների հետ, իսկ թե ինչ են խոսել երկու երկրների ղեկավարները, Սիմոնյանը նշեց, որ դա պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է։ Վարչապետը զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ, վարչապետը զրուցել է նաև Իրանի նախագահի հետ։ Դե ես ուզում եմ ասել, որ որևիցե
ինտրիգ փնտրել այն բանի մեջ, որ առաջինը Ռուսաստան կարար, առաջինը Իրանն լիներ կամ Ֆրանսիան լիներ կամ չգիտեմ որևիցե այլ երկիրներ, որևիցե մեր հարաբերությունները հաշվի առնելով Ռուսաստանի մենք հաշվետվություն եք ներկայացնում։ Ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում այնպես էլ հիմա գործում է որպես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն է կայացնում որոշումները եւ ինքնուրույն է որոշում թե ում հետ երբ ինչ ձևով խոսա։ Իսկ ինչ է խոսացել հաղորդագրության մեջ գրված է եւ ես զրույցի հետ ծանոթ եմ նույն բանն է ինչ որ հաղորդագրության մեջ գրված։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթ է խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստին։ Նրա խոսքով Հայաստանի համար որևիցե վտանգավոր կետ չկա դրանում։ Սիմոնյանը նշեց, որ տեքստը հրապարակվելու համար քննարկումներ են լինելու։ Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա վտանգավոր է, մեկն է, թե ինչ-որ մեկը դա մեկնաբանի որպես վտանգավոր կետ, դա նույն հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև որևիցե բան դրա պատճառ, տեսեք, նախ եւ առաջ դրա մի մասը արդեն հայտնի է խոսակցությունների բան։ Երկրորդը, տեսեք, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ժողովրդական լեզվով ասած ամեն տեղ պատճառապետք որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Երբ որ ժամանակը եւ տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու եւ պահը կգա, բնական է կհրավ։ Ես հասկանում եմ։ Տեսեք, չէ, հարցը ինչ Ադրբեջանը կհրապարակի նոր մեկ նախ դրա մեջ որևիցե մեկի, այսպես ասած, չիները չի ընկնում։ Հիմա ինչ որ մեկը պետք է համաձայներ, չէ՞, մի րոպե։ Գոյություն ունի բան, չէ՞ որ մեկը պետք է ի վերջո այդ բան, որ տենց ուղարկում ենք իրենք, մեզ են ուղարկում ենք իրանց, ինչ որ մեկը պետք է ասի, լավ, այս փուլում լավ, համաձայնենք այս բանում։ Մենք որոշեցինք, որ այն խնդիրները, որոնք որ կան, այն մտավախությունները, որոնք որ կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրենք մեզ եւ լուծում գտանք, որ այո, լավ, այս պարագայում մենք կարող ենք sense լուծում գտնենք եւ այդ լուծումը գտանք եւ համաձայնեցինք։ Հիմա հրապարակման հետ կապված, դրա հետ կապված քննարկումներ կլինեն միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրոյին է մոտ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար, նաեւ մենք պետքա մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ եւ ուղիղ լինենք եւ ցույց տանք, որ մենք տենց ենք աշխատում, թե ինքը ինչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պետք է տանենք եւ այս հարցը ձեր օգտագործելով մի բան եմ ուզում ասեմ, էլի մենք այս վերջի տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ այս իրավիճակում օրակարգ ձևավորող եւ օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը որ շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել ենք։ Եվ շարունակելով թեման, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին կապված Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության գործունեության հետ։ Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին առայն, որ պայմանագրի ստորագրումից եւ սահմանից Եվրոմիության դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ, ազգային ժողովի նախագահը ասաց. Եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի կողմանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրոդիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Ինչ տարբերություն։ Եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ չգիտեմ, ինչ որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ
կարող ես քեզ ցույց տալ եվրոդիտորդների վրա էլ կկարակեն, կհարցակվեն։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եւ հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Եվ թեմայի շարունակությամբ Արաբական պետությունների լիգան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը, այն համարելով անհրաժեշտ եւ կարեւոր քայլ երկու երկրների միջև հակամարտությունը դադարեցնելու եւ Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարությունը հաստատում է իր լիակատար աջակցությունը այս համաձայնագրին, որը սահմանում է վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու հիմքերը։ Հույս ենք հայտնում, որ կստորագրվի վերջնական եւ համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կկարգավորի երկու երկրների միջև բոլոր վիճահարույց խնդիրները, ասվում է տարածած հաղորդագրության մեջ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը առաջին անգամ պաշտոնական այցեր կկատարի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին հայտնում են Գերմանիայի նախագահի մամլոյցարայությունից, հավելելով, որ այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը Շտայնմայերին կուղեկցի իր կինը։ Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը կմասնակցի նաեւ մի շարք մշակութային միջոցառումների։ Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու նաև ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը։ Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների ֆոն Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասորիսը։ Խոսենք Երևանյան խնդիրներից։ Երևանի քաղաքապետարանի մարտի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2025 թվականի ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ է կառուցվելու։ Սահմանվել են որոշ պահանջներ, որպիսի թեքահարթակները լինեն հարմարավետ եւ մատչելի տարբեր խմբերին ծառայելու համար։ 7 հասցեներում 17 թեքահարթակի կառուցումը արդեն ավարտված է։ Մայրաքաղաքում ընթանում են ճանապարհափոսային նորոգման աշխատանքները եւս 2025 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 200,000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգում է կատարվելու։ Գործընթացը կազմակերպելու է բոլոր վարչական շրջաներում։ Ի թիվս այս քննարկումների հնչել են նաև այլ հարցեր։ Պարոն քաղաքապետ, մենք երեկոյան ունեցանք մի հատ դեպք, երբ որ տնտեսվարողը որոշել էր իր դիմացի մայթի տարածքը բարեկարգել, չնայած ոչ սահմանված կարգով եւ առանց թույլտվության, այդ պատճառով կասեցվել է, տուգանվել է եւ եւս մեկ անգամ ուզում եմ հորդորել մեր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին միանշանակ ցանկացած աշխատանք կատարելիս շինարարական դիմել թույլտվության, ստանալ եւ նոր իրականացնել նման գործողություններ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրյան, կարծում եմ տնտեսվարողները որոշ դեպքեր մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չի, եւ նման բարեկարգման աշխատանքները, այո, պահանջում են համապատասխան թույլտվություններ, որոնք որ արդեն իսկ իրականացվում են էլեկտրոնային, բավականին պարզեցված տրամաբանությամբ, եւ այստեղ կարեւոր է ենթադրում եմ ինչի է տրամաբանությունը եղել արագ եւ առանց թույլտվության անելու, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ ձևով մենք թույլ չենք տալու եւ Երևան քաղաքի կենտրոնում մենք արդեն բետոնի սալիկների փոխարեն նաեւ ենթադրվում է, որ պետք է քարի սալիկներ տեղադրվեն, համապատասխան արդեն ամեն փողոցում, այո, որոշված տրամաբանությանը եւ հետեւապես բոլոր տնտեսվարողներին խնդրում ենք հետեւել այս կարգին եւ բոլոր նմանատիպ դիմումների դեպքում մենք շատ արագ կարձագանքենք եւ կարծում եմ այդ process-ը այլևս քան բարդ չի, բավականին պարզ է։
Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 157, առանց վարորդական իրավունքի վկայականի 318 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարիչի հետ կապված 17, չամրակապված վարելու 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 319, վարելիս հեռախոսից օգտվելու 190, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 27 եւ 1572 այլ իրավախախտումներ, 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 293-ը տեխնիկական զննություն չանցած, 92-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14473 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 200, առանց վարորդական իրավունքի վկայականի 728 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարիչի հետ կապված 114, չամրակապված վարելու 3388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 368, վարելիս հեռախոսից օգտվելու 555, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 33, արագության գերազանցման 2271 եւ 4227 այլ իրավախախտումներ, 419 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1359 տեխնիկական զննություն չանցած, 498-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը բեռնատարներ, 141-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 57 անձ։ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո մարտի 17-ին Ժնևում աշխատանքն է սկսել Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ երկօրյա գագաթնաժողովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։ Համաժողովի նպատակն է հունա-կիպրական եւ թուրքա-կիպրական կողմերին դրդել վերսկսել 2017 թվականին ընդհատված բանակցային գործընթացը կղզու խնդրի լուծման շուրջ։ Համաժողովը կանցկացվի ընդլայնված 5 գումարած 1 ձևաչափով, որը նախատեսում է ոչ միայն հունա-կիպրական եւ թուրքա-կիպրական համայնքների ղեկավարների, այլև 3 տերությունների Կիպրոսի անվտանգության, անկախության եւ տարածքային ամբողջականության երաշխավորների արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությունը։ Բացի այդ, գագաթնաժողովին հրավիրված է Եվրամիության պատվիրակությունը, բայց միայն որպես դիտորդ կողմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ երեքշաբթի օրը մարտի 18-ին։ Նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ Կարծում եմ մենք խոսենք տարածքների մասին, մենք կխոսենք էլեկտրակայանների մասին, քանի որ դա մեծ հարց է, ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հիշեցրել է, որ շատ հարցեր կողմերն արդեն քննարկել են։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով Միացյալ Նահանգները շփման մեջ է եվրոպական շահագրգիռ երկրների հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը, նաև մանրամասներ հայտնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումից։ Մենք քննարկումներ ենք անցկացնում Ուկրաինայի հետ, մենք քննարկումներ ենք անցկացնում Եվրոպայի բոլոր շահագրգիռ երկրների հետ։ Դրանք են Ֆրանսիան, Բրիտանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ մյուսները, ասել է Ուիթքոֆը։ Նա նաև դրական է գնահատել մարտի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, որը տևել է 3-ից 4 ժամ։ Ուիթքոֆն ասել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի շփումների շրջանակներում քննարկվում են նաև Զապորոժիեի ատոմակայանին եւ Սև ծովի նավահանգիստների հասանելիությանը վերաբերող հարցերը։ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ եւ քննարկել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին եւ Սիրիայում կայունության վերականգնման ուղղված ջանքերը, հայտնել են Էրդողանի գրասենյակից։ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը խոսել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները դադարեցնելու անհրաժեշտության մասին, ինչը ըստ թուրքական կողմի կնպաստի երկու երկրի պաշտպանական արդյունաբերության համագործակցության զարգացմանը։ Նախկինում Անկարայի կողմից ռուսական S-400 զինահրթիռային համալիրների գնումը հանգեցրել է ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման եւ 2019 թվականին Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելուն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին։ Հիշեցնենք, որ Մատվիենկոն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մատվիենկոն Բաքվում քննարկումներ կանցկացնի երկու երկրների հարաբերությունների զարգացման շուրջ։ Ավելի ուշ Մատվիենկոն կժամանի Հայաստան։ Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Ռոմի Ֆրանցիսկոս Պապի լուսանկարը։ Լուսանկարում Ֆրանցիսկոս Պապը կրում է պահքի պատարագի զգեստներ նստած հիվանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց։ Ավելի վաղ Ռոմի հիվանդանոցում գտնվող Ռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր ուղերձում ասել էր, որ այժմ փորձության շրջան է անցնում, ինչպես եւ մյուս հիվանդները։ Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը 7-օրյա սուկ է հայտարարել, ինչպես նաև արտակարգ նիստ է հրավիրել գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետևանքով 59 մարդ է զոհվել, 155 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու։ Ակումբը գործելու լիցենզիա չի ունեցել։ Հրդեհը բռնկվել է մարտի լույս 16-ի գիշերը ժամը 2:30-ին Կոչանի քաղաքի ակումբներից մեկում, որտեղ շուրջ 500 մարդ հավաքվել էր երկրում հայտնի հիփ-հոփ դուետի համերգին։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հրատեխնիկական սարքերի կայծերի պատճառով, որոնք դիպել են դյուրավառ նյութերից պատրաստված առաստաղին։ Զոհերի եւ տուժածների մեծ մասը 18-ից 20 տարեկան են։ Միացյալ Նահանգներում վերջին 3 օրերի ընթացքում հարյուրավոր փոթորիկներ են մոլեգնել, որոնց զոհերի թիվը հասել է առնվազն 40-ի։ Փոթորիկներին զուգահեռ եղել է նաև բազմաթիվ պտտահողմեր։ Բացի զոհերից 100-ից ավել մարդիկ վիրավորվել են, 100 հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, վնասվել են տներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևում է փոթորիկի հետ կապված իրավիճակին։ Նա Արկանզաս է ուղարկել ազգային գվարդիայի զինվորներին։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, առաջիկա րոպեներին հակիրճ կներկայացնեմ ներամերիկյան սոցիալ-տնտեսական լուրերի ընտրանին։ ԱՄՆ կառավարությունը կարծես թե կարողանում է խուսափել շատդաունից, այսինքն մասնակի փակումից։ Դեմոկրատները արդեն քվեարկել են իօգուտ կառավարության ֆինանսավորման երկարաձգման մինչև սեպտեմբերի 30-ը։ Հենց այդ ժամանակ կավարտվի ընթացիկ ֆինանսական, այսինքն ֆիսկալ տարին։ Կառավարության ներկայիս ֆինանսավորումը սպառվում է հենց այս ուրբաթ օրը կեսգիշերին։ Նոր ֆինանսավորմամբ նախատեսվում է պաշտպանության ծախսերի ավելացում մոտ 6 միլիարդ դոլարով, նաև անապահով մայրերի նպաստների ավելացում։ Մյուս թեմաները դաշնային դատավոր Ուիլյամ Ալսափը հրահանգել է դաշնային գործակալություններին վերականգնել տասնյակ հազարավոր փորձաշրջանային աշխատակիցներին, որոնք հեռացվել էին աշխատանքից նախագահ Դոնալդ Թրամփի փոթորկալից ջանքերի ընթացքում դաշնային բյուրոկրատիան կտրուկ կրճատելու նպատակով։ Դատավորը նկարագրել է զանգվածային հեռացումները որպես խարդախ ռազմավարություն։ Դատավորը հրահանգել է պաշտպանության, գանձապետարանի, էներգետիկայի, ներքին գործերի, գյուղատնտեսության եւ վետերանների հարցերի նախարարություններին անմիջապես առաջարկել իրենց աշխատանքները բոլոր այն փորձաշրջանային աշխատակիցներին, ովքեր արդեն հեռացվել են։ Ալսափը առաջին դաշնային դատավորն է, որը հրահանգել է վարչակազմին լայնածավալ կերպով չեղարկել զանգվածային աշխատանքից ազատումները, որոնք խարխլել էին դաշնային աշխատուժը Թրամփի պաշտոնավարման առաջին 2 ամիսների ընթացքում։ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին թույլ տալ, որ ծննդավայրի իրավունքի սահմանափակումները մասնակի ուժի մեջ մտնեն, մինչև իրավական պայքարը շարունակվում է։ Այսինքն Դոնալդ Թրամփը դեռ մտադիր է վերջ դնել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելուն միլիոնավոր երեխաներին։ Գերագույն դատարան ներկայացված արտակարգ դիմումում Թրամփի վարչակազմը խնդրել է դատավորներին չեղարկել Մերիլենդի, Մասաչուսեթսի եւ Վաշինգտոնի դատավորների դատական որոշումները, որոնք ավելի վաղ արգելափակել էին Թրամփի ստորագրած հրամանը։ Եթե այդ 3 դատավորները չեղարկեին Թրամփի հրամանը, ապա այս փետրվարի 19-ից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծնված երեխաները, որոնց ծնողները անօրինական կարգավիճակով են գտնվում ԱՄՆ-ում, չէին ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ Մոտ 2 տասնյակ նահանգներ, նաև մի շարք անհատներ եւ կազմակերպություններ դատական հայցեր են ներկայացրել նախագահի հրամանագրի դեմ, պնդելով, որ այն խախտում է սահմանադրության 14-րդ ուղղումը, որը խոստանում է քաղաքացիություն ԱՄՆ տարածքում ծնված յուրաքանչյուրին։
Դե ամեն դեպքում Թրամփի վարչակազմը դեռ մտադիր է պայքարել այս հարցի շուրջ։ Լոս Անջելեսի հրդեհներից փրկվածների համար կալուր աղետի հետևանքով գործազրկության աջակցությանը դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է։ Այժմ Լոս Անջելեսի վարչաշրջանի աշխատողները, բիզնեսների սեփականատերերը եւ Կալիֆոռնիայի հրդեհներից ուժած ինքնազբաղված մարդիկ կարող են մինչև այս մարտի 31-ը դիմել աղետների հետևանքով գործազրկության աջակցության համար։ Նախկինում վերջնաժամկետ էր սահմանվել մարտի 10-ը։ Զբաղվածության զարգացման վարչությունն է տնօրինում այդ նպաստները։ Այս աջակցությունը ինքնազբաղված անձանց համար է, ովքեր իրավասու չեն ստանալ կանոնավոր գործազրկության նպաստ եւ կորցրել են իրենց աշխատանքը կամ նրանց աշխատանքային ժամերը կրճատվել են աղետների պատճառով։ Հարցերի համար ուշադրություն կարող եք այցելել www.ca.gov/LA-Fires կայքը, նաև կարող եք զանգահարել ուշադրություն 1-800-356-16 հեռախոսահամարով երկուշաբթից ուրբաթ օրերին առավոտյան ժամը 8-ից մինչև 5-ը։ Այսօրվա համար այսքանն էի նախատեսել, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։ Եվ վերջում եղանակի մասին։ Մարտի 19-ից 22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Երևան քաղաքում մարտի 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 19-ից 22-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, օդի ջերմաստիճանը ցերեկը բարձրանալու է 1-ից 3 աստիճանով, մարտի 19-ից 22-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար օդի ջերմաստիճանը նվազելու է 8-ից 10 աստիճանով։